Սպորտային թե քաղաքական հարց է Հայ դահուկորդի հետ պատահածը։ Միքայել Միքայելյանը օրերս հրաժարվել էր Ադրբեջան գրությունը կրծքին դուրս գալ իտալական Տուր դը Սկի մրցաշարում սահքի, փակելով այն կպչուն ժապավենով։ Հիմա դա ուղիղ հոգեբանական ճնշում է այդ մարզիկի նկատմամբ, թե ոչ։ Հիմա ձեզ հարց. առաջնահերթությունը մարզիկի իրավունքներն են, թե մարքեթինգային իրավունքներն են։ Երբ որ իմ հարցին կպատասխանեք, կհասկանանք, դա քաղաքական հարց է, թե սպորտային հարց է։ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանի այս հարցը երկու հասցեատեր ունի՝ Միջազգային ֆեդերացիայի նախագահն ու Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը։ Սպորտային այս սկանդալից մի շաբաթ անց Ժաննա Անդրեասյանը հստակ ասել էր. Սպորտը պետք է լինի սպորտի մասին եւ կարեւոր է, որպեսզի մենք մարզական հրապարակում մրցման ժամանակ հնարավորինս հետևենք արդար ազնիվ սպորտի բոլոր կանոններին։ Նախարարության եւ ֆեդերացիայի միջև կարճ նամակագրություններ է եղել։ Գերատեսչությունից պարզաբանում էին պահանջել, ինչու է Միքայելը փակել մարզահագուստի վրա Ադրբեջանի գովազդը։ Ֆեդերացիայի նախագահի պատասխանն էլ կարճ էր. Քայլն առավել քան պարզ է եւ պարզաբանման կարիք չունի։ Ինքը 26-ամյա Միքայելը մեկ շաբաթ առաջ Ազատության հետ զրույցում բացատրել էր. Մենք իմ համարի մարզանապատմությունը իմ հայրենիքը ավելի վերադասելի են, քան թե ինչ-որ շտից պատիժներ կոմարի տեսքով։ Ավելին ասեմ ձեզ, Միքայելի հենց քայլը խաղաղ դիվանագիտություն է։ Լավ պետությանը հարցրեք, դուք պատկերացնում եք այդ մարզիկը այդ մեկնարկային համարով Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ունեն իրենց պետության աջակցության կարիքը։ Ունեն ուղղակի։ Եվ դա պետության տվյալ դեպքում ուղիղ պարտականությունն է։ Ադրբեջանի պետական զբոսաշրջության գործակալությունը անցած տարի է 5 տարվա պայմանագիր կնքել դահուկային սպորտի եւ սնոուբորդի միջազգային ֆեդերացիայի հետ։ Եվ հիմա ոչ միայն դրոշների, գովազդային վահանակների, այլ մի շարք մրցումների ընթացքում նաեւ մարզիկների համազգեստների վրա է հայտնվում գովազդատուի, այս դեպքում երկրի անունը։ Իդեպ Բաքուն այսօր պաշտոնապես դիմել է դահուկային սպորտի եւ սնոուբորդի միջազգային ֆեդերացիային, դժգոհելով Հայ դահուկորդի քայլից։ Մենք կարծում ենք, որ մրցումներին մասնակցող մարզիկները պետք է հետևեն դահուկային սպորտի եւ սնոուբորդի միջազգային ֆեդերացիայի ընդհանուր մարզական եւ էթիկական սկզբունքներին։ Սպորտի ապաքաղաքականացումը եւ էթնիկ ատելությունից, ռասիզմից, քսենոֆոբիայից եւ այլ բացասական դրսեւորումներից խուսափելը պետք է լինի հիմնարար պահանջ բոլոր մարզիկների եւ մրցույթների համար։ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահը Ազատությանն ասաց, որ տուգանքի չափը դեռ չգիտեն, բայց արդեն վճարել ցանկացողների հերթ է։ Ասում է, ֆեդերացիան այդ հարցը կլուծի։ Ավելին, այս թեմայով մի զրույց էր սպասվում է Միջազգային ֆեդերացիայի նախագահի հետ։ Այս սկանդալը նախապատմություն ունի։ Անցած տարի, երբ քննարկվում էին Միջազգային ֆեդերացիային Ադրբեջանի լիիրավ անդամակցության եւ գլխավոր հովանավոր դառնալու հարցերը, Սարգսյանը իր մտահոգությունները բարձրաձայնել էր։ Հիշեցրել էր 22 թվականին Ադրբեջանը առաջինը ջերմուկի սահուղիներին էր հարվածել, բայց հարցը հօգուտ Ադրբեջանի էր լուծվել։ Աշխարհում չկա մի ֆեդերացիա միջազգային մարզաձևի, որի հովանավոր դարձած լինի որևէ պետական գերատեսչություն։ Նման նախադեպ ուղղակի չկա։ Եվ ես ես պատմում եմ Միջազգային ֆեդերացիայի նախագահին, որովհետև այդ պետությունը առավելություն է ունենալու մնացած պետությունների նկատմամբ։ Ու հիմա ստեղծված իրավիճակում փաստացի ստորադասվում է սպորտսմենի բարոյահոգեբանական վիճակը, շարունակում է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահը, պնդելով հարցին իրավական լուծում են տալու սպորտային արբիտրաժից մինչև եվրոպական դատարան։ Ինչպես եւ ամբողջ աշխարհում, այնպես էլ մարզաշխարհում առաջինը դա մարզիկի իրավունքն է։ Մրցաշարային տարին նոր է սկսվել եւ այս խնդրին հայ մարզիկները նորից են բախվելու։ Գագիկ Սարգսյանից տեղեկացանք, որ առաջարկ ունեն Միջազգային ֆեդերացիային Հայաստանը ներկայացնող մարզիկների հագուստի վրա թողնել մեկ այլ գլխավոր հովանավորի անուն, ինչն իդեպ տեղի է ունեցել նույն իտալական մրցաշարի հաջորդող փուլերին։ Սա կլինի սպորտային լուծում, կարծում է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահը, երբ ֆինանսական շահի կողքին չի ստորադասվում սպորտսմենի արժանապատվությունը։